Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հաջորդը, որ ես կցանկանամ ձեզ ներկայացնել, հետևյալն է, ամսի 4-ին է բուն գագաթաժողովը, մենք կարծում ենք, որ մեկ օր շուտ կսկսենք աշխատել զուտ միջոցառումների առումով հանրության հետ կապված աշխատանքների իմաստով, տեսանելի մասով, ամսի 4-ին կլինեն տարաբնույթ ակցիաներ, որոնք արդեն ասացի ձեզ, նվիրված են լինելու Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամին եւ Արցախի խնդիրներին, ամսի 5-ին Եվրամիություն Հայաստան գագաթաժողով է նախատեսված, այդտեղ նույնպես կլինեն մեր կողմից բողոքի եւ դժգոհության ակցիաներ։ Բնական է հիմա ես ձեզ չեմ պատմելու ակցիաների մանրամասն, այսպես ասած, տեղեկատվությունը չեմ հաղորդելու, դրա կարիք այս փուլում չկա, ավելին չենք ուզում շատ բաներ պատմել, որպեսզի իշխանությունը չկարողանա շատ, այսպես ասած, տեսանելի կերպով դա ճնշել, բայց մեր ուղերձը հետևյալն է, կանխելով ձեր հարցը նախ եւ առաջ, այո, մենք այս առաջարկությամբ սկսել ենք բանակցել, կոնսուլտացիաներ անել ընդդիմադիր հիմնական քաղաքական ուժերի հետ։ Ես արդեն այդ հանդիպում, ես եւ Դավիթ Հարությունյանը այդ հանդիպումները կամ արդեն ունեցել ենք, կամ այսօր վաղը շարունակելու ենք։ Հարցերին հետո կպատասխանեմ։ Բայց քանի որ հարցը չեմ ուզում օդում կախված լինել, առնվազն խոսակցությունների մակարդակով մեր ընդդիմադիր գործընկերները, ում հետ ես արդեն հասցրել եմ հանդիպել, կիսում են այն մոտեցումները, որ սա հնարավորություն է Նիկոլի կազմակերպած նախընտրական խնջույքը վերածել Նիկոլի մասին եւ նիկոլական Հայաստանի մասին ճշմարտության պահի, եւ սա հնարավոր է անել։ Հնարավոր է անել հաշվի առնելով անգամ այս արդեն ասացի super security վիճակը, որ իրենք փորձելու են մարզամերգային համալիրում է լինելու միջոցառում այդ մարզամերգային համալիրը եւ շրջակա տարածք ակվարիում սարքել եւ չթողել որ մարդիկ շփվեն իրական հայերի հետ, իսկական քաղաքացիների հետ եւ իմ խնդրանքը եւ հորդորը մեր բոլոր քաղաքացիներին հետեւյալն է, անկախ նրանից թե քաղաքական, հասարակական, հանրային շրջանակները ինչպիսի միջոցառումներ կարող են նախաձեռնել եւ իրականացնել, ես խնդրում եմ ցանկացած հայի, ով իր աշխատանքի կամ կենցաղի բերումով այդ պահին կարող է շփվել, տեսնել եվրոպական պատվիրակությունների որևէ անդամի ղեկավարությունից մինչև նախարար, մոտենալ եւ իր դժգոհությունը հայտնել, մոտենալ եւ ասել, որ Հայաստանում իրավիճակը այլ է, մոտենալ եւ ասել, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ժողովրդավարական չէ եւ թաքցնում է իրական վիճակը Հայաստանում։ Այսինքն շատ կարեւոր է, որպեսզի այս հարցը դառնա հասարակության սեփականությունը։ Չեմ ուզում մանրամասներ ասեմ, տեսականորեն այդ մարդիկ մնալու են հյուրանոցներում, հաց են ուտելու, տրանսպորտով գնալու են, միջոցառումներին տեսնվելու եք։ Այսինքն շատ կարևոր է, որ բացի նորից կրկնեմ, հասարակական, քաղաքական, հանրային շրջանակներից այս խնդիրը դառնա յուրաքանչյուր քաղաքացու հետաքրքրության եւ թասիբի խնդիր, որ մոտենալ, չեմ ասում հենց Ուրսուլա վան դեր Լեյենին գուցե չստացվի մոտենալ, բայց այդ ժամանակ, երբ որ տեսնում ենք, շփվում ենք, սպասարկում ենք, տանում ենք իրանց, հաց ենք տալիս կամ հյուրանոց ենք տրամադրում համար, ասել իրականությունը։ Ես հասկանում եմ, որ այդտեղ կան ռիսկեր, բայց կներեք այդ ռիսկերն էլ նաև այն գինն են, որ մարդ վճարում է իրան մարդ զգալու համար։ Եվ սա կարևոր է, կարծում եմ, որ սա դառնա հանրության սեփականությունը։ Այս մոտեցումը ուզում եմ կանխել բոլոր տեսակի շահարկումները նորից, սա հակաեվրոպական չէ, հակառակը, ճիշտ հակառակը, սա իրական եվրոպական արժեքների արդյունացման, վերակենդանացման եւ արժեվորման հնարավորություն է Հայաստանի կողմից եւ հայ ժողովրդի համար, որովհետեւ այն վիճակը, որ մենք ունենք այսօր Հայաստանում, դա օրեցօր սաստկացող ավտոկրատիան է, օրեցօր սաստկացող ավտորիտար ռեժիմն է, դա հեչ եվրոպական արժեք չէ։ Հետևաբար մեր մոտեցումը այս երկու օրերին լինելու է, մենք ուրեմն անգլերեն ասենք, որպեսզի pro-freedom, pro-justice եւ pro-rule of law։ Սա է մեր ուղերձը եվրոպական քաղաքական հանրությանը։ Հայաստանի ընդդիմությունը առնվազն հանրապետական կուսակցությունը pro-freedom-ը, pro-justice-ը եւ pro-rule of law-ը։
մնացած ամեն ինչը Կրեմլի ագենտ, 5-րդ շարասյուն, ես իմ եռագլուխ, քառագլուխ, անգլուխը խոսում է, երկիր անգլուխ թողած մարդը գլուխներ է հաշվում։ Ինչևէ, ուզում եմ ասեմ, որպեսզի զերծ մնալ գեոպոլիտիկ շարժումներից, նորից կրկնեմ, սա եվրոպական արժեքների վերաիմաստավորման հնարավորությունն է եւ այդ արժեքների համար, իրական արժեքների համար պայքար է ազատության, ժողովրդավարության, արդարության, օրենքի գերակայության եւ մնացածի համար եւ ոչ թե որևէ մեկի, այսպես ասած, ագենտություն է։ Ես այստեղ փորձեմ վերջակետ դնել, որովհետեւ կարող եմ անընդմեջ խոսել եւ ասելիքներ շատ եւ ձեզ եմ կարոտել, բայց գիտեմ հարցեր ունեք։